Այո, մեզ տեղ հասցնողը Տերն է։ Եթե լավ նայենք մեր կյանքերին, կտենանք, որ Տերը շատ է իրավիճակների մեջ նորից պայմաններ ստեղծել, որ մեզ նորից մղի առաջ։ Թույլ չի տվել, որ ընկած մնանք, թույլ չի տվել, որ նստած մնանք, թույլ չի տվել, որ գաղջ վիճակի մեջ մնանք։ Ոնց որ Պողոսին ասեց, դժվար է քեզ խթանին քացի տալ։ Փառ Տիրոջ այդ խթանի համար, որ մեկ այդ խթանը իր սուր ծայրով մեզ բոթում է, որ մեր քայլերն արագացնի։ Դες մեր կյանքը Աստծո ձեռքերի մեջ է։ Մենք չենք որոշում ոնց ապրենք։ Կարող է քեզ թվա դու ես քո կյանքի տերը, բայց որ լավ մի հատ մտածես կտենաս, որ քո կյանքի տերը դու չես։ Մի հատ որ լավ հետ նայես քո կյանքին կտենաս, որ շատ բաներ քո ուզածով չի եղել։ Ու լավ է, որ քո ուզածով չի եղել։ Որտեվ Տերն է կառավարում մեր կյանքերը։ Տերն է որոշում մեզ ուր տանի, մեզանից ով կերտի, ինչ դարձնի, Տեր այդ ամեն ինչը վերահսկում է։ Հավատացեք ժողովուրդ, ամեն մեկի կյանքը հատիկ առ հատիկ Աստծո ուշադրության տակ է, Աստծո հսկողության տակ է։ Հենց հատուկ են մարդիկ չկան, որ Աստված իրանց հետ sense լուրջ վերաբերվում է, մնացած իր նպատակից դուրս են, չէ, ամեն մարդ, որ ստեղ նստած է, Աստծո հսկողության տակ է, Աստծո ուշադրության տակ է։ Ու հավատացեք, որ ամեն մեկը ձեր կյանքում կոչում ունեք Աստծուց, ամեն մեկը շնորհք ունեք Աստծուց եւ ամեն մեկը ասպարեզ ունեք Աստծուց պատրաստված ձեր համար։ Տերը օրհնի ձեզ։ Այսօր խոսել եմ երկու աղբերների մասին, Եսավի ու Հակոբի մասին։ Գիտենք, երկու աղբեր նույն հորումորից ծնված, բայց շատ տարբեր, հետո տարբեր ուղղություններով ընթացան, տարբեր տեղեր հասան, բայց մեկի կյանքով Տերը փառավորվավ, մյուսի կյանքով Տերը չփառավորվեց։ Եսավի ու Հակոբի մասին եմ խոսալու։ Ուրեմն մի համար կա գրված Աբդեի մարգարեության մեջ, առաջի գլուխ 6-րդ համար, ասում է. Եսավը ինչպես քննվեցավ, նրա ծածուկ տեղերը խուզարկվեցին կամ ստուգվեցին, բացահայտվեցին։ Մենք շատ եղել չէ, կարդում ենք այդ պատմությունը, ասում ենք, դե Իսահակը սիրում էր Եսավին, որովհետև որս էր ուտում, Հակոբը վրաների մեջ էր ապրում եւ մամայի հետ շատ է լինում, մաման Հակոբին էր սիրում։ Այո, ճիշտ բաներ կա դրա մեջ, բայց որ նայում ես դրանից վեր կա Աստծո ծրագիրը, Աստծո նախասահմանությունը։ Որտեվ գրված է, երբ որ ուշացավ այդ երեխեքի ծնվելը, մոտ 20 տարի Եսավն ու Ռեբեկան ամուսնացած չէր ծնվում, հետո աղաչեց Տիրոջը, Տերը մի անգամուց զույգ տղա պարգևեց։ Բայց գրված է, դեռ չծնված մոր որովայնի մեջ արդեն կռվում էին իրար հետ։ Գիտես, ընդ ինչ էին հասկանում, որ իր հետ կռվում էին։ Բերեք ասենք, որ բան չէին հասկանում, բայց բնույթների տարբերություն կար։ Նայես, որ խոսում են իրար հետ չէին հասկանում իրար, կամ մի բաներ ասում են հակառակներ ասում։ Չէ, ուղղակի Տերը ցույց էր տալի, որ սրանք լրիվ տարբեր մարդիկ են լինելու։ Գրված է, որ քեզանից երկու ժողովուրդ լինի, երկուսը պիտի առանձնանան, փոքրը մեծի զոհավորը պիտի լինի, հլետել մի կողմ, շատ տարբեր իրարից, թե աստվածաճանաչողությունով, թե իրանց բնավորությունով, թե իրանց ընտանիքներով, թե իրանց ապրած կյանքով, ամեն ինչով։ Ու ծնվեցին այդ երեխեքը։ Ծնվեցին, հիշում եք, ծնվելու ժամանակ առաջի ծնվողը Եսավն էր, գրված է, Եսավը կարմիր մազոտ մարդ է, դրամ էլ դրեցին Եսավ անունը, հենց տենց էլ նշանակում է։ Բայց Եսավի ծնվելու ժամանակ գրված է Հակոբը Եսավի գարշապարը կրունկը բռնել էր։ Էլի չէր հասկանում ինչ էր անում։ Չէր մտածում, որ սենց հատուկ հասկանալով բռնել էր, ասել էր սպասի ես առաջինը դուս գամ։ Բայց Տերը դրանցով բան է ցույց տալ, էլի։ Գիտեք, ցույց է տալի, որ մարդու կյանքում մեկը վերջնական կատարվելու Աստծո կամքը, Աստծո նախասահմանվածը։ Ու երբ որ ծնվեցին, մեծացան, բերեք այդ տեղը կարդանք։ Ուրեմն Ծննդոց 25-րդ գլուխ 19 համարից։
Եվ Աբրահամի որդի Իսահակի ծնողները սրանք են։ Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը 40 տարեկան էր, երբ Գետքի Ասորի Բաթուել աղջիկը Ասորի Լաբանի քույր Ռեբեկան իրան կին եղավ։ Իսահակը աղաչեց Տիրոջ իր կնոջ համար ամու լինելու պատճառով, եւ Տերը նրա աղաչանքը ընդունեց, եւ նրա կինը Ռեբեկան հղացավ։ Եվ տղերքը նրա արգանդի մեջ կռվում էին եւ ասեց. Եթե այսպես է, ինչու եղավ ինձ այս բանը, եւ Տիրոջը հարցնելու գնաց։ Եվ Տերն ասեց նրան. երկու ազգ արգանդի մեջ եւ երկու ժողովուրդ քո որովայնի մեջ, եւ պիտի զատվեն ու ժողովրդից մեկը մյուսից զորավոր պիտի լինի եւ մեծը պիտի ծառայի փոքրին։ Երբ որ նրանց ծնելու օրերը լրացան, ահա երկվորակ էին նրա արգանդի մեջ։ Առաջինը ելավ կարմրագույն բոլոր մարմինը մազոտ վերարկուի պես, եւ նրա անունը Եսավ դրավ, եւ նրանց հետո նրա եղբայրը ելավ եւ նրա ձեռքը Եսավի գարշապարը բռնել էր, եւ նրա անունը Հակոբ դրին, եւ նրանց ծնված ժամանակ Իսահակը 60 տարեկան էր։ Եվ մանուկները մեծացան։ Այստեղ իրանց մանկության մասին շատ բան գրված չի, մեր գրված է ծնվելու պահը, մեկը գրված է որ արդեն իրանք մեծ տղերք էին։ Մանուկները մեծացան եւ Եսավը դաշտի մարդ վարպետ որսորդ եղավ, իսկ Հակոբը հանդարտ բարքով մարդ էր եւ վրաների մեջ էր բնակվում։ Եվ Իսահակը սիրում էր Եսավը, որովհետեւ նրա որսից ուտում էր, բայց Ռեբեկան Հակոբին էր սիրում։ Օրեր, երբ որ Հակոբը ապուր կեփեր, Եսավը դաշտից եկավ եւ անօթությունից կմարեր, շատ սոված էր։ Տեսեք, ես այն տեղն որ կարդացի, ասում եմ, ինչպես ստուգվեց Եսավը, ինչպես փորձվեց։ Եկավ շատ սոված։ Չգիտեմ, Հակոբը երևի տենց հատուկ գրված չի, բայց երևի շատ էր մտածում անդրանիկության մասին։ Երևի երանի էր տալի, որ ինքը անդրանիկ կլինի։ Հասկանում էր անդրանիկ լինելու առավելությունները, անդրանիկ լինելու օրհնությունները։ Վերջը, որ կրկնակի է անդրանիկի օրհնությունը, շատ էր մտածում։ Ու իր համար այդ անդրանիկությունը ինքը չուներ, բայց իր համար շատ թանկ բան էր։ Իսկ Եսավի մոտ հակառակը ինքը անդրանիկությունը ուներ, բայց անդրանիկության գինը արժեքը չէր հասկանում, իր համար այդքան թանկ բան չէր։ Ժողովուրդ, էսի պատմությունները, բայց որ զուգահեռները տանենք դրա հոգևոր վիճակ այսօր նայենք, հավատացեք, նույն բանը կարող է այսօր կատարվի։ Կարող է մարդինի փրկված է, ներված է, արդարացված է, ստեղ նստած է, Տիրոջ կամքի մեջ է, բայց այդքան էլ չգնահատի ինչ որ ունի ինքը Աստծուց։ Այդքան էլ դրա արժեքը չհասկանա։ Այդքան էլ դրա կարևորությունը չհասկանա իր կյանքի մեջ։ Այդքան էլ լավ չգիտակցի ինչ է սպասվում իրան ապագայում։ Բայց մարդը հլը մեղքերի մեջ է, աշխարհի մեջ է, բայց արդեն ինքը իր սրտի խոսքում երանի է տալի, որ գա միանա Աստծո ժողովրդին։ Ինքը իր սրտի խորքում երանի տալի հավատացյալ լինելու։ Կյանքը հոգնած մեղքերից, տանջված մեղքերից։ Երանի է տալի միանա Աստծո ժողովրդին, միանա Աստծուն։ Բայց մարդը էլ կա մեղքերից ազատվել է, բայց մի որոշ ժամանակ հետո նորից սիրտը հիշում անցյալը, աշխարհը, աշխարհի մեղքերը, ստեղ էլ մեկ ընդեղ է կարոտում։ Մեկ ընդեղ ինչին որ այս մարդը ինչին որ կարոտում է, ընդեղ մեկը հոգնել է դրանից, ուզում է գա, սրբանա, մաքրվի։ Չէր հասկանում Եսավ իր անդրանիկությունը։ Մի հատ լավ հարմար պահ բռնեց, կարանք ասենք էսի Հակոբ արեց, այո, իրականում է ճաշը Հակոբը տվեց Եսավին, առաջարկը Հակոբ արեց, բայց Աստված արդեն մինչև Հակոբի այդ ճաշը տալը, այդ առաջարկություն անելը, հավատում ենք, որ իրավիճակներն Աստված էր դասավորել։ Որտեվ Աստված տենում էր Հակոբի էությունն էլ, Աստված տենում էր Եսավի էությունն էլ։ Հիշում եք Հիսուսի հարությունից հետո, երբ որ Հուդան արդեն առաքյալների այդ 12-ի մեջ չէր, այնտեղ մի խոսք հիշեցին, որ գրված է Հուդայի մասին, որ նա գնաց իր տեղը, այսինքն մարգարեությունը կատարվավ, ինքը անդորունության որդի դառավ։ Հետո բերեցին երկու հարմար մարդ թեկնածու, երկուսն էլ հավասար բոլոր պայմաններին ապահովում էին, որ լինեն հաջորդ 12-րդ առաքյալը, լրացնեին։ Բայց առաքյալները հասկանում էին, քանի որ ճանաչում էին Աստծուն, գիտեին առաքյալ լինելը այդ տվյալ պահի բան չի։ Էսա դրեց առաքյալ ու վերջ։ Առաքյալ լինելը ամբողջ մի կյանքը, որ պիտի մատուցես Աստծուն։ Ծառայությունը մի բան չէ, որ տվյալ պահին արեցիր ու վերջացար։ Ծառայությունը մի բան է, որ դու քեզ հանձն ես առնում որպես ծառայող, ու դու այդ գիտակցությունը քո մեջ ունեն մեծ, որ իմ կյանքը պիտի անցնի ծառայության մեջ։ Իմ կյանքը պիտի անցնի Աստծո գործի մեջ։ Դրա համար այդ երկուսին բերեցին, ասին Տեր, դու ես բոլորի սրտագետը։ Արտաքինից բոլոր պայմաններն ապահովում են։
բայց սիրտ կա, որ ոչ մեկ չի տեսնում։ Այն որ ասում է քննվեց Եսավի խորը տեղերը։ Գիտես ժողովուրդ, քո կյանքի են խորը տեղերը Աստված է տեսնում։ Ու Աստված հենց այդ խորը տեղերի համեմատ է քեզ տալի։ Մենք մտածում ենք Աստված էս երևացող բաների համեմատ է քեզ հատուցում, չէ։ Երևացող բաների մեջ կարա շատ իրական եւ կարա շատ անիրական լինի։ Երևացող բաները կարան լինեն իրական, կարան լինեն կեղծ։ Բայց այն սրտի խորը տեղերը, որ միայն Տիրոջ աչքերն է տեսնում, հենց այդ խորը տեղերի համեմատել մարդուն հատուցում է տալի։ Հիշում եք մեր անմոռացա տիկո Էդոն լավ հիշացրեց ծածուկը։ Այո, ծածուկից ավելի շատ բան է կախված։ Գիտես հոգևոր կյանքում վերելքը, քո վերելքը ապահովում ավելի շատ քո ծածուկ կյանքը։ Դու մտածես, որ սա շատ եկեղեցու մեջ եղար, կամ շատ ավակ ծառայողների հետ եղար, կամ շատ երևացել է, սա շուտ դու ծառայող ես դառնալու, կամ շուտ Տերը քեզ բարձրացնելու է, կամ հեսա շուտ Տերը օրհնելու է, չէ, տենց չի։ Լինում է դեպքեր, որ դա այդքան էլ էական չի։ Բայց երբ որ մարդը ծածուկ կյանք ունի, այդ խորը տեղերը Աստված տենում են, թաքուն տեղերը, հենց դրա համեմատել բարձրացնում է։ Դրա համար ինքը այդ իրավիճակը ստեղծեց Հակոբի ու Եսավի համար, որտեվ տենում էր, որ սրան իրավունքով պատկանում է անդրանիկությունը, այս մեկին պատկանում է կրտսեր որդու կարգավիճակը։ Բայց Տերը տենում է, որ թեև իրականում կրտսերը նա է, բայց ինքը իր մեջ ավելի շատ անդրանիկություն է կրում։ Ու ինչ արեց, ինչքան է ժաներ անդրանիկություն իր համար, որ մի աման ապուրով վաճառեց։ Հիմա կարանք ասենք, բայց դա աղբորը տես բան կանի։ Լավ, ասենք Հակոբի արածը այդքան էլ լավ բան չէր։ Մի աման ճաշեր, տարի պետք է դեմը մի բան վերցնեիր։ Հələ Հակոբին դիմի կողմ, բայց Եսավի արածը բան էր։ Մի աման ճաշի համար անդրանիկություն ծախեց։ Լավ, ասենք աղբերը չէր ճաշը տվե, հարևանները ճաշը տվե։ Հորողբոր տղեներ տվե, կամ չգիտեմ, նա ծանոթ մեկներ տվե։ Արժեր այդ մի աման ճաշի համար թեկուս սոված էր, բայց իր անդրանիկությունը վաճառեց։ Ու գիտե գրված ասում է Եսավը գնաց ու անդրանիկությունը անարգեց։ Երբ որ ինքը անարգեց այդ սկզբնական բանը, անդրանիկությունը, սկզբից մենակ էր կոչվում անդրանիկություն, բայց այդ անդրանիկության օրհնությունները, այդ անդրանիկության ապագան, այդ անդրանիկության սերունդները հետո պիտի ինքը հասկանար ինչքան մեծ բան է։ Ժողովուրդ, մենք հիմա այդքան լավ էլ չենք հասկանում, ինչ է մեզ սպասում։ Այո, մենք հույսով հավատում ենք, սպասում ենք, բայց փառավոր բաներ է սպասվում նրանց, որ Աստծո մեջ են մնում։ Փառավոր բաներ։ Այն ինչ որ մենք հույսով սպասում ենք, մի օր իրականություն է դառնալու մեր համար։ Ու այդ հույսով սպասածը մենք մի օր դրա մեջ հայտնվելու ենք։ Այն ինչի որ մենք հիմա հավատում ենք, ու տենց հավատքից մենք հավատքով շարժում ենք։ Այդ հավատքը մի օր դառնալու է երևույթ, ու այդ հավատքը մի օր դառնալու է քո կյանքը։ Այն կյանքին, այն հավիտենական կյանքին, որ դու հավատում ես, դա մի օր դու դրա մեջ հայտնվելու ես։ Մենք քո հավիտյան չենք հավատալ, որ փրկվել ենք։ Մենք քո հավիտյան չենք հավատալ, որ օրհնվել ենք։ Մենք քո հավիտյան չենք հավատալ, որ դրախտ են գնալու։ Շատ կարճ ժամանակ հետո, որ այս կյանքը շատ կարճ անցնում։ Ոմանք տարիքով են մոտ դրան արդեն։ Մի օր հայտնվելու է իր հավատացածի մեջը, բայց Եսավը չհասկացավ դրա առավելությունները։ Անարգեց։ Ու հենց դրանով այդ մարգարեության խոսք կատարեց։ Տերը իր ծածուկը խորքերը քննեց ու խուզարկեց մեջ եղածը։ Խուզարկեց ու տեսավ, որ այդքան էլ բաներ չկան մեջը։ Բերեք լավ, շատ չկարդամ, անցնենք միանգամից 27-րդ գլխին։ Ստեղ այդ դեպքից հետո ահագին անցնում է, որտեղ գրված է միտեղ, որ 60 տարեկանի Իսահակ է, ոստեղ գրած արդեն ծերացած է։ Չգիտենք տարիքը մոտար ինչքան էր, այս որ արդեն օրհնեց։ Երբ Իսահակը ծերացավ ու իր աչքերի տեսողությունը տկարացավ, իր մեծ որդի Եսավին կանչեց ու ասեց նրան. «Որդյակ իմ», եւ նա ասեց նրան. «Ահա այստեղ եմ»։ Ժողովուրդ, կարանք ասենք, որ այս աչքերի տկարանալն էլ կապ ունի Աստծո նախասահմանության հետ։ Ասենք Աբրահամի աչքերը չտկարացավ, որտեվ Աբրահամը գիտեր մի հատ Իսահակ ունի, էլի որդներ ուներ, բայց ինքը գիտեր, որ խոստումը Իսահակի վրա է։ Ու Աբրահամը պետք է օրհներ Իսահակին։ Հակոբը գիտեր 12 ցեղին առանձին օրհնեց, որտեվ 12 տղուն էլ ըստ իրանց օրհնություններ տվեց։ Բայց Իսահակը, քանի որ գիտեր անդրանիկն է, պետք է անդրանիկին օրհներ, որտեվ Իսահակը չգիտեր էություն իր որդու։
Ստեղից մի միտք, որ մեր ծնողներից լավ է Տերը մեզ ճանաչում։ Դու քո երեխեքին տենց չես ճանաչում, ոնց որ Տերն է ճանաչում։ Դրա համար երեխեքի տիրոջը հանձնի։ Մենք մտածում ենք մեր երեխեքին շատ լավ ճանաչում ենք, չէ, Տերն է իրանց լավ ճանաչում, ով ինչ էության Տեր է։ Ուստեղ պատահական չէ, որ տկարացել իր աչքերը, որտեվ այդքան հեշտ չէր լինի Իսահակի միտքը փոխելը։ Անկամ Հակոբը, որ էսի տեսել էր, հետո որ ինքը պիտի Հովսեփ երեխեքին օրհներ, ինքն էլ փոքրին ավելի մեծ օրհնություն տվեց, Հակոբը, որ այդ ամեն ինչ տեսել, ասում էր, չէ, հայր, այտենց չի լինի, պետք է Անդրանիկին օրհնես։ Եթե Հակոբ իր կյանքում դա տեսել էր, այդքան էլ համաձայն չէր, առավել եւս Իսահակը։ Խի տկարացրեց աչքերը։ Տկարացրեց, որ օրհնությունը, ժառանգությունը ճիշտ տեղը թա։ Որ մենք էլ այսօր հոգևոր իմաստով Հակոբի սերունդ ենք համարվում։ Դու որտեղ նստած ես, իմացի դու Հակոբի սերունդն ես, Աբրահամի սերունդն ես, Իսահակի սերունդն ես։ Եվ դրանից ծնվեց մեր փրկիչ Հիսուսը, եւ Աբրահամի այդ բոլոր օրհնությունները Հիսուս Քրիստոսի միջոցով եկավ մեր կյանքերի մեջ։ Ու տկարացավ, բայց քանի որ կինը Ռեբեկան գիտեր, ինքը լսել էր Աստված ինչ էր ասել երեխեքի համար, որ փոքրը պիտի զորավոր լինի, փոքրը պիտի նրանից մեծը լինի, մեծը պիտի ծառայի փոքրին, ինքը այդ ամեն ինչը գիտեր։ Ու երբ որ եկավ օրհնության պահը, ինքը լսեց, որ Իսահակը ասեց տղուն գնա բեր այդ որսը խորտիկներ շինիր, որ ես սիրում եմ, որ ես քեզ օրհնեմ իմ մահանալուց առաջ։ Ու գիտենք, որ Ռեբեկան կազմակերպեց այդ ամեն ինչը։ Ու հեշտ չէր կազմակերպելը, որովհետև Հակոբը Եսավը մազոտ մարդ էր, Հակոբը հակառակը, մազոտ չէր։ Ձայների տարբերություն կար։ Վերջը ժամանակի տարբերություն կար, այդքան շուտ չէր կարա որսը լիներ։ Բայց չգիտեմ ոնց, որովհետև հավատացեք, թեկուզ մենք կարող մտածենք ծուր ճանապարհ էր դա, բայց էլի Աստված հաջողեց, որ Իսահակը օրհնի Հակոբին։ Որովհետև արդեն Տերը Իսահակը Եսավը անարգել էր անդրանկությունը, Տերն էլ անարգել էր Եսավին։ Եսավը մերժել էր անդրանկությունը, Տերն էլ Եսավին էր մերժել։ Դրա համար պիտի բոլոր օրհնությունները գնան Հակոբի վրա։ Ու իշ մենք ասում ենք, երբ որ օրհնեց, ասում եմ դեռ հազիվ դուրս էր եկել, Եսավը եկավ։ Ու նայում ենք Եսավն եկավ, Եսավը իմացավ, որ օրհնել է Հակոբին աղբորը։ Գրված է, դառնապես լացեց։ Հորն ասում է, ես քո Անդրանիկն եմ, ես քո Եսավն եմ։ Ասում ասի իմն է այդ օրհնությունը։ Բայց Հակոբն ասեց, ինչ արեցի, չեմ կարող փոխեմ։ Օրհնացել կմնա ինքը։ Հիշում եք, լացում էր, ողբում էր, գրված է, 2 անգամ լացեց։ Անդրանկությունը անարգեց, օրհնության համար լացեց։ Հիմա մենք կարող նայենք, ասենք, Եսավն ես ինչ ամ, ամոչի մեծ մարդ ես, բարժի օրհնության համար լացել։ Ժողովուրդ, բայց որ մի քիչ նայենք մեր կյանքը, մենք այդքան էլ հեռու չենք Եսավից։ Նես չմենք մեր բոլոր վարքերի մեջ Հակոբ ենք, այդ Եսավը չգիտեմ ում է վերաբերվում։ Բերեք այսօր մենք նայենք, մենք ավելի շատ ինչ ենք ուզում Աստծուց։ Օրհնություն ենք ավելի շատ ուզում։ Թե մենք հոգևոր ժառանգությունն ավելի շատ մեզ հետաքրում։ Մեզ ավելի շատ հետաքրում Աստծո հետ լինելը, թե Աստծուց ինչ որ բաներ վերցնելը։ Մեզ ավելի շատ հետաքրում Աստծո ներկայության մեջ հարատևելը, թե Աստված բաներ տա, որ քո կյանքը բարեկեցիկ դառնա։ Օրհնի, նյութականդ ավելացնի։ Եթե քո սպասում Աստծուց միայն օրհնություններն է, ես ասեմ դու Եսավի էությունը ունես։ Եթե ես եմ տենց Եսավի էությունը ունեմ։ Որտեվ Եսավին հետաքրում էր օրհնություն, իրան չէր հետաքրում անդրանկությունը։ Ինքը իր հոր համար լացեց օրհնության համար։ Ինքը գրված որ մի անգամ գոնե զղջաց անդրանկության համար։ Գոնե մի անգամ լացեց։ Ասում է գնաց ու անարգեց անդրանկությունը։ Բայց Հակոբը համաձայնվեց։ Հակոբը թեկուզ ասում էր, բա որ ես իմ հորը խափեմ, անեց գա վրես։ Հիշում եք, մերն ասում էր, թո այդ անեցքը իմ վրա գա։ Բայց օրհնություն եկավ Հակոբի վրա։ Խի որտեվ Հակոբը ուներ արդեն իր մեջ այդ բոլոր նախադրյալները օրհնությունը վայելելու։ Ժողովուրդ, մենք բոլորս պատրաստ ենք, որ Աստված, գիտես, կարող է շատ բաներ քո կյանքում կատարվում, գլխի էլ չես ընկնում, թե Աստված է դասավորել քո կյանքում, որ բացահայտի քո մեջ եղածը, թե լավը, թե վատը։
Շատ իրավիճակ են, դու մտածում ես, այս ինչ մարդ իմ հետ սենց բան արեց, կամ այս ինչ մարդը սենց վարվեց, այս ինչ մարդը արդար չվարվեց իմ հետ, բայց այդ ամեն ինչից վեր կա Աստծո վերահսկողությունը։ Մենք չգիտենք Աստված ում հետ ոնց է գործում։ Ուղղակի եթե ուշադիր լինես, քեզ հետաքրի իրոք Աստծո կամքը, Աստված քեզ կհասկացնի ինչ անում քո կյանքում։ Ու դու կհասկանաս, որ բոլոր իրավիճակներն իր ձեռքերի մեջ է։ Ու նայում ենք Եսավին ինչ է պետք, գրված է ատելությունով լցվեց իր աղբոր նկատմամբ։ Ու գրված է ինչի համար էր ատում։ Այն օրհնության համար էր ատում։ Օրհնության համար էր ատում աղբորը, չէր ատում անհրաժեշտության համար։ Ատում էր օրհնության համար։ Էլի այդքանից հետո չհասկացավ անհրաժեշտության գինը։ Ու հիշում եք, որ արդեն մտածում էր, որ աղբորը սպանի, ասում էր իմ հոր ծերացել է, այս օրերը մոտիկանում է, ուզում էր վրեժ լուծել աղբորից։ Ու իրան ուղարկեցին, պատմությունը գիտեք, Լաբանի մոտ, քեռու մոտ։ 20 տարի ծառայեց։ Կարա չէ Հակոբը հարց տար, ասեր, էս է օրհնությունը։ Լավ, անհրաժեշտություն իմնա, օրհնություն իմնա։ Եսավը ինք իր հայրական տան մեջ ընդ վայելում է, ես դարել եմ թափառական։ 20 տարի սարերում քեռու անասուններ էր պահում, բայց Աստված ինչ էր անում այդ 20 տարվա մեջ։ Գիտես, այն ինչ որ մտածում ես պարապ տարիներ է քո համար, կամ խիմ եստեղ հայտնվել։ Աստված այդ ամեն ինչը նպատակով օգտագործում է քո համար։ Այդ 20 տարիների ընթացքում ինքը տվեց այն տղերքին, որոնց միջոցով պիտի ձևավորվեր Իսրայել ազգը։ Այդ 12 նահապետները։ 12 տղերքը ծնվեցին։ Չնայած դուրս գալուց հələ Բենյամինը ծնված չէր։ Բայց Աստված ինչ էր անում, որտեղ օրհնությունը հասկացում է, որ օրհնությունը մենակ այդ տվյալ պահին լավ զգալը չի։ Օրհնությունը մենակ այս տվյալ պահին լավ ապրելը չի։ Օրհնությունը հետագան ապահովելու մեջ է։ Որ քո հետագան ապահոված լինի Աստծուց։ Որ քո փրկությունը Աստծո կողմից ապահոված լինի։ Երբ որ ինքը հետ եկավ արդեն 12 իր տղերքի հետ, կարելի է ասել Լաբանի մոտից ոչ թե մենակ Հակոբը դուրս եկավ իր ընտանիքից, Լաբանի մոտից մի հատ ազգ դուրս եկավ, Իսրայել ազգը դուրս եկավ։ Լաբանի մոտից մի հատ ժողովուրդ դուրս եկավ, որոնցից դուրս գար հայրերը, որոնցից դուրս եկան թագավորները, որոնցից դուրս եկավ նաև Քրիստոսը մարմնի կողմից, որ օրհնյալ Աստվածը մեր բոլորի վրա։ Տերն ինչ անում, այդ էր գործը, բայց հիշում եք Հակոբը երբ որ դիմավորեց իր Եսավը երբ որ դիմավորեց Հակոբին 400 հոգով ձիավորներով, արդեն ունեցվածք ուներ ու հասկանում ես, որ արդեն Եսավը բավարարված էր դրա մեջ։ Այդ է իրան պետք։ Եմ որ ասում այդ ես ուզում, օրհնություն ես հասկանում, լավ ապրես, տենց լավ շրջապատ ունենաս ու դրանով ինքը արդեն լիարժեք բավարարված էր, դա համար ներեց իր աղբորը։ Հլնցան չեր ուզում վերցնել Հակոբի, որովհետև արդեն ինքը իր ուզածին հասել էր։ Իրան էլ շատ չէր հետագրում, իր ազգի, իր հետա սերունդները ոնց կապրեն, Աստծո ոնց է գարու իրենց վրա, բայց անհրաժեշտության հարցը ինչ եղավ։ Ինքն երկրորդ օրհնությունը, որ Աստված տվեց Եսավին, այդ երկրորդ օրհնությունը իրան լրիվ հերիք էր։ Հավատացեք, ոչ թե Իսահակը պակաս բան տվեց Եսավին։ Եսավին այնքան օրհնեց, ինչքան լրիվ հերիք է Եսավին։ Բայց այդ օրհնությունը, Եսավի օրհնությունը Հակոբին չէր բավարարի որպես կրտսեր։ Հակոբը մի բան էր, որ իրան հետաքրում էր իր սերունդները, իր ազգը, բա իր հետագան, բա Աստծո կամքը, բա անհրաժեշտությունը, բա ինձանից հետո ով է լինելու։ Դրա համար Հակոբին ուրիշ օրհնություն հասավ Աստծո օգնությամբ։ Բերեք բացենք Մաղաքիայի մարգարեությունը։ Հենց առաջի գլուխ Այստեղ վերնագրված է Աստծո սերը Իսրայելի համար։ Մաղաքիայի միջոցով Իսրայելին եղած Տիրոջ պատգամը։ Տեսեք, Տերը պատգամ է տալի հիմա արդեն Հակոբի սերունդին, այս ժամանակ էլ Հակոբը չկար, դարեր էր անցել, բայց Տերը միշտ այդ գիծ ուզում է պահի, որ ոչ միայն Հակոբը լինի տենց, այլ Հակոբի սերունդները լինեն տենց։ Տերն ասում, ես ձեզ սիրեցի, ասում է Տերը, և դուք ասում եք, մեզ ինչով սիրեցիր։
Տեր իր ազգին ասում, Իսրայել ժողովուրդն ասում է, ես ձեզ սիրեցի։ Հիմա ժողովուրդը հակադարձ ասում, մեզ ինչով է սիրել։ Ուզում ասի, ինչ ես արել մեր համար, որ մեզ սիրել ես։ Միթե Եսավը Հակոբի եղբայրը չէր, ասում է Տերը։ Ես Հակոբին սիրեցի, բայց Եսավին ատեցի։ Նրա լեռները ամայության եւ նրա ժառանգությունը անապատի բնակություն դարձրի։ Եթե Եդով մասի, թե կործանվեցանք, բայց պիտի դառնանք ու ավերակները շինենք, զորքերի Տերն այսպես է ասում. նրանք պիտի շինեն, բայց ես պիտի փլցնեմ։ Նրանց պիտի կոչեն անօրենության սահման, ժողովուրդ, որի դեմ Տերը հավիտյան բարկացած է։ Ձեր աչքերը պիտի տեսնեն ու պիտի ասեք. Տերը Իսրայելի սահմանից այն կողմ թող փառավորվի։ Տեսեք, Տերն ուզում է ժողովրդին ասի, ես ոնց եմ ձեզ սիրել։ Ասում են քո աղբերը հիմա ամայության մեջ է, իր ժառանգությունը, իմ բարկությունն է ինքը վայելում, ոչ թե իմ հաճությունը, բայց ձեր վրա իմ հաճությունն է։ Գիտեք, ես էլի եմ ասել այդ միտքը, որի հետ համաձայն եմ, դժոխք Աստծո հավիտենական բարկությունն է, կրակի լիճը, Աստծո հավիտենական բարկությունն է, որ այդ բարկությունը չի վերջանալու։ Ունդեղ մենակ չեն լինելու անհավատներն ու անաստվածները։ Այնտեղ լինելու են շատ մարդիկ, ովքեր օրհնությունը Աստծուց ավելի գնահատեցին։ Այնտեղ լինեն շատ մարդիկ, որոնց Աստված այդքան չէր հետաքրում, իրանց հետաքրում էր Աստծո տվածները։ Ժողովուրդ, բերեք քննենք մեզ, նե՞ չէ այս խոսքերը մեզանից հեռու է։ Այսօր ինչն է մեզ մղում Աստծուն գալու։ Լավ, հիվանդացար, մի հատ վատ հիվանդություն, այդ հիվանդությունը քեզ ստիպեց Տիրոջը գալու, փառք Աստծուն։ Փառք Աստծուն, ոչ թե հիվանդացար, բայց փառք Աստծուն, որ Աստված մղեց քեզ իրան գալու։ Հիվանդության հարցը լուծվեց։ Հիմա ի՞նչն է պահում քեզ եկեղեցում։ Լավ, մեկն ուզում էր ամուսնանալ, եկավ, ամուսնացավ, հիմա եկեղեցում է, հիմա ի՞նչն է պահում։ Կարող է տարբեր նպատակներով մենք գանք եկեղեցի, բայց մեզ եկեղեցու մեջ պիտի պահի Տերը։ Ես աղոթքաժողովի մի քանի անգամ ասել եմ, գիտես, եթե կարիքն է քեզ ստիպում աղոթքաժողով գալու, դու երկար չես գա, որտեվ կարող է մի օր այդ կարիքդ պատասխանվի։ Բերեք հիշենք, որ պատերազմի օրերին շատ էր աղոթքաժողովը, որտեվ շատերի սիրտը ցավացել էր, այո, սա ասել տխուր էինք, լացում էինք, չէինք ուզում այդ զոհերը, որտեվ երիտասարդներին սպանվում։ Բայց պատերազմը վերջացավ, փառք Աստծո, որ խաղաղություն է, բայց շատերը հետ կանգնեցին, որտեվ այլ ճնշող բան չկա աղոթքի գալու, այլ ցավացնող բան չկա։ Սա է մեր էությունը։ Բայց Տերը չի ուզում, որ միշտ քեզ ստիպի, որ դու գաս։ Միշտ մի բանը քեզ ճնշի, որ դու գաս։ Եթե հոգսն է քեզ բերում աղոթքի, այդ հոգսդ կարող է մի օր պատասխանվի։ Բայց հետո քեզ պիտի պահի Աստծո տան մեջ, աղոթքի տան մեջ Տիրոջ հետ հաղորդակցվելու ցանկությունը։ Լավ, օրհնություն ուզեցիր Աստծուց, շատ էր ուզում տուն ունենալ, տուն ունեցար։ Շատ էր ուզում մեքենա ունենալ, ունեցար մեքենան։ Շատ էր ուզում, չգիտեմ, գեղեցիկ հագնվել, հիմա ունես հնարավորություն հագնվում ես։ Ունես հնարավորություն լավ սնվում ես։ Փառք Տիրոջը, դրանք վատ բաներ չեն։ Բայց եթե այդ ամեն ինչ ունենալով քո մեջ Աստծո նկատմամբ ծարավը քչացել է, Աստծո նկատմամբ փափագը քչացել է, այսինքն Եսավի էությունն է։ Էլ Տերը հետաքրքիր չէ, որտեվ ինչ պետք էր Տիրոջից մարդը ունեցավ։ Հաց էր ուզում, հաց ունի, շոր էր ուզում, շոր ունի, տուն տեղեր ուզում ունեցավ։ Բայց եթե այդքան ունենալով քո մեջ նաև հոգևոր հասունություն առաջացել, ասում ես փառք Տիրոջը, որ իմ խնդրանքները պատասխանեց։ Այս ինչ լավն է Տերը, որ իմ աղոթները լսեց։ Փառք Տիրոջը, որ այդ նեղությունից հանեց։ Ուրեմն ավելի պիտի սիրեմ Տիրոջը։ Ուրեմն ավելի պինդ պիտի բռնեմ Տիրոջը։ Ուրեմն ավելի պիտի հետևեմ Տիրոջը։ Այսի Հակոբի օրհնությունն է։ Գիտես, այդ Հակոբի օրհնությունը, որ դու ավելի շատ օրհնություն ավելի շատ քեզ մղում է ճանաչել օրհնողին։ Ոչ թե օրհնությունը քեզ ավելի շատ հեռացնում է օրհնողից։ Ու որ նայում ես ասում, ասում դուք ինձ ասում եք ինչով ես մեզ սիրել։ Ուզում ասեմ, որ այսօր դուք ազգ եք, պետություն եք, որ այսօր դուք ժողովուրդ եք, այդ ամեն ինչ հետա, որ ես ձեզ սիրել եմ, որ այդ ամեն ինչը կա։ Գիտեք ինչքան ազգեր են պատմության մեջ ոչնչացել։ Հզոր երկրներ, գերտերություններ, բայց կա, որտեվ սերը չի դադարել։
Որովհետև Հակոբի վրայի օրհնությունը, որ տվեց, դա հավիտենական օրհնություն էր։ Բայց Եսավի օրհնությունը ժամանակավոր նյութական օրհնություն էր։ Այսօր ով գիտի Եսավի տեղը, ով գիտի Եդովմի տեղը, այսօր ով գիտի ովքեր են Եսավի ժառանգությունը, որ ազգետ են խառնվել, որովհետև Տերը ձեռը քաշել է վրայից։ Բայց Հակոբի վրա ձեռը պահած է եղել Տերը։ Դրա համար այսօր Հակոբը գնալով կառուցվում է։ Այսօր գնալով Հակոբը շինվում է։ Բայց մենք էլ սրա հոգևոր օրհնությունները կարող ունենք, ժողովուրդ ջան։ Մենք խորապես հասկանանք, որ մենք ավելի շատ կարիք ունենք օրհնողի, ոչ թե օրհնությունները։ Դες երբ որ մենք օրհնությունն ենք փափագում, հավատացեք Տիրոջը մեծագույն տրտմություն ենք պատճառում։ Երբ որ մենք Աստծուն կանչում ենք զուտ տես բաների համար, նոր կտականում ասում է մի նմանվեք հեթանոսներին, դա հեթանոսություն է անվանում։ Այսօր մենք գիտենք ազգովի քրիստոնյա ենք, բայց ասում է մի նմանվեք հեթանոսներին, որոնք ինչ են անում, ասում է շատ աղոթում են, ու ո՞րն է իրանց աղոթքի բովանդակությունը, տուր։ Բայց ձեր հայրը գիտի, որ այդ ամենը ձեզ պետք են։ Այսինքն Տերը որ Հակոբին օրհնություն տալի, գիտեր, որ Հակոբին այդ ամեն ինչը պետք է։ Բայց ասում է դուք սկզբից Տիրոջ արքայությունը խնդրեք, արդարությունը խնդրեք, այդ ամենը կտրվի ձեզ։ Սրա մեջ էլ մենք կարող այնքան խորը լինի մեր մեջ այդ օրհնության հասնել, այնքան խոր արմատ գցած լինի մեր էության մեջ, որ անգամ Աստծո արքայությունն ենք ուզում, բայց օրհնության համար ենք ուզում, Աստծո համար չենք ուզում։ Որ անգամ արդարություն ենք ուզում, բայց մեր վերջնական նպատակը մեկը օրհնությունն է։ 10-րդ ենք տալի, մեկը մեր ուշ միտքը ոչ եկեղեցու շինությունն է, ոչ եկեղեցու գանձանում գումար լինելն է, 10-րդ եմ տալի, որ ես օրհնվեմ։ Լրիվ շեշտը դրված է օրհնության վրա։ Որ ես օրհնվեմ, որ ես լավ ապրեմ, լրիվ էսի կռապաշտություն, հավատացեք ժողովուրդ։ Ու այդ կուրքի անունը օրհնություն է։ Ու այդ կուրքի անունը բազմազան ցանկությունները։ Ամեն ինչ անում ես, Աստծուն էլ քո նպատակների համար ուզում ես օգտագործես, ամեն ինչ անես, որ դու քո օրհնությանը հասնես։ Այսինքն Աստված նայում է, որ քո համար օրհնությունն է կարևոր, ոչ թե օրհնողը։ Եվ սա Եսավի էությունն է։ Եվ սրա վրա չի գալի Տիրոջ օրհնությունը։ Դուք մտածում եք Տերը անհավատներն էլ է օրհնում։ Գործ Կարաքելից մեջ ասում են պտղաբեր ժամանակներ տվեցիր, լիացրեցիր բերքերով, բարիքներով, անձրևներով, որ հետո հասկանան խարխափելով գոնե քեզ փնտրեն, քեզ գտնեն, որ վերջում հասկանան, որ թեկուզ իրանք քեզ չէին ճանաչում, բայց էլի իրանց օրհնողն ու պահողը դու էիր, որ վերջում հասկանան, որ ինչքան կարևոր է օրհնողը իր օրհնությունից։ Եսավը ազգերի մեջ կորավ գնաց։ Եսավը երկար կյանք չունեցավ, բայց Հակոբը այսօր, գիտեք, այսօր Հակոբի հետ օրհնությունը եղել է արդեն մոտ մի 3000 տարի առաջ։ Գիտեք 3000 տարի առաջվա եղած օրհնություն, որ Տերն ասել է, այսինքն Տերը կատարում է Իսահակի ասած օրհնությունը, 3000 տարի անց է, բայց այդ օրհնությունը դարերով գալիս է։ Այդ օրհնությունը իր ուժը չի կորցրել։ Աբրահամի օրհնությունը դարերով գալիս է ու հասել է մեզ։ Էմե որ մենք Հիսուսին ընդունեցինք, Սուրբ Հոգով մկրտվեցինք։ Գիտեք, դա Աբրահամի օրհնության այն ամենաբարձր կետն է։ Որտեվ Գաղատացիների թղթի մեջ գրված ասում է, որպեսզի Աբրահամի օրհնությունը Հիսուս Քրիստոսով գա ձեր վրա, եւ դուք Սուրբ Հոգին ընդունեք։ Բայց Աբրահամի օրհնության մեջ որ նայում ես, մենակ Սուրբ Հոգին չէ, շատ բաներ կար։ Բայց իր օրհնության միջին ամենայն առույցի բաժին են, ամենայուղոտը, ամենամեծ օրհնություն, դա հոգու մկրտությունն էր, որ այսօր մենք ստացել ենք, ու այդ օրհնությունը դարերով գալիս է։ Բայց մենք ուշադիր ենք, ժողովուրդ, որ չլինի, որ մենք հայտնվենք Եսավի կարգավիճակի մեջ։ Դա մարմնավոր քրիստոնեությունն է, մարմնավոր քրիստոնեությունը։ Գիտեք, Եսավը դա Իսմայելն է, որ ծնվավ մարմնի կողմից։ Իսմայելը, որ անդադ նեղում էր Իսահակին։ Գիտեք, ինչքան դու մարմնավոր ես մտածում, ինչքան մարմնավոր ես ապրում, այնքան քո մարմնավոր լինելը քո մեջի հոգևոր արժեքների նեղում է։ Քո հոգևոր են վիճակի նեղում է մարմնավորը։ Գրված է մարմինը հոգուն է հակառակ, հոգին մարմնին հակառակ։ Եսավն ու Հակոբը դրանք ընդամենը երկու անձնավորություններ չեն, դրանք երկու վիճակներ են նաև։
Դրանք նաև երկու տեսակներ են, դրանք երկու ճակատագրեր են, դրանք երկու, չգիտեմ, հեռանկարներ են, դրանք երկու ապագաներ են, որ մենք այսօր կանչված ենք Հակոբի նման լինելու։ Ոչ թե մենք ապրում ենք մեր նպատակը օրհնված լինելն է, չէ մենք ապրում ենք Աստծո համար։ Դու տենց որոշի։ Ես չեմ ապրում լավ ապրելու համար, ես ապրում եմ Աստծո համար։ Ես դրա արդյունքում Աստված կկամենա լավ կապրեմ, բայց իմ ապրելու նպատակը լավ ապրելը չի։ Իմ ապրելու նպատակը Աստծո համար ապրելն է։ Իմ ապրելու նպատակը բարեկեցությունը չի, իմ ապրելու նպատակը Տիրոջ ծառայելն է, Տիրոջ փառքն է։ Տերը կհոգա դրա համար էլ, բայց ուզում եմ այն ինչ որ առաջինն է, քո համար լինի առաջինը։ Դու պատկերացրու Աստված մեկին տենում է ամեն բան անում է, որ ինքը ծառայում է, վազում է, բայց իր նպատակը օրհնությունն է։ Ու տասեք Աստված նայում է այդ մարդուն, հավատացեք, այդ մարդու նկատմամբ մենակ խղճահարություն է զգում Աստված։ Որտեվ թեկուզ վազնա, բայց չի հասկացել ինչ է անում։ Չի հասկանում ինչ է անում։ Բայց երբ որ Աստված նայում է մեկին, որ ինքը ապրում է Աստծո համար, հավատացեք, ոչ մենակ այդ մարդը օրհնված կլինի, իր երեխեքն էլ օրհնված կլինեն։ Իր սերունդներն օրհնված կլինեն։ Իրանից կծնվեն Աստվածահաճո մարդիկ, որտեղ ոնց որ ծառնա, տենց էլ իր պտուղները պիտի լինեն։ Որտեղ մարդը ինչը ցանեն էլ հնձելու է, ինչը ներդնես, դա էլ հավաքելու ես։ Ժողովուրդ ջան, բերեք մենք որոշենք, որ Հակոբի նման մեր սրտերի մեջ, այսի չգիտենք մենք այսօր ում մեջ ինչ է կատարվում։ Դուք ամեն մեկը ձեր սրտի մասին դու գիտեք։ Եթե մեր սրտերը մեզ մեղադրում են, գրված է, Աստված մեր սրտերից մեծ է եւ ամեն բան գիտի։ Հասի են վիճակին, որ այս սիրտը քեզ չմեղադրի։ Հասի են վիճակին, որ քո խիղճը վկայի, որ դու Աստվածահաճո կյանք ես ապրում։ Եթե կա տենց վիճակ, Պողոս Արաքյալն ասում է իմ խիղճը վկայում է ինձ։ Ասում է ես մաքուր խիղճ ունեմ, թե Աստծո առաջ, թե մարդկանց առաջ։ Հասիր են վիճակին, որ քո խիղճը, քո ներաշխարը, քո սիրտը քեզ վկայի, որ դու Աստծո հետևից ես եթում, դու փողի հետևից չես եթում, որ դու Աստծո հետևից ես եթում, օրհնության հետևից չես եթում։ Օրինաց 28-րդ գլխում միացես միտք է գրված։ Ասում է, երբ որ դու հնազանդվես Աստծուն, իր խոսքը ուշադրությամբ կատարես, ասում է, այս գրված բոլոր օրհնությունները կգան ու քեզ կհասնեն։ Բայց էլի չհնազանդվենք նպատակ օրհնություն լինի, հնազանդվենք նպատակ Աստված լինի։ Թող այդ օրհնությունը դրա արդյունքը լինի, ոչ թե նպատակը։ Թող օրհնությունը այդ նպատակի պտուղը լինի, ոչ թե նպատակը։ Բայց հակառակը գրված ասում է, երբ որ դու այս ամեն ինչը չանես, չհնազանդվես, Աստծո հետևից չգնաս, ասում է դու կգնաս այս բոլոր օրհնությունների հետևից եւ դրանց չես հասնի։ Այսօր մենք կարող մեր շուրջը լիքը մարդ տենանք։ Ես չեմ կարծում, թե մեկը կա, որ տես մարդ չի ճանաչում, որ սաղ կյանքը փողի հետևից գնաց է, բայց փողի չի հասե։ Որ սաղ կյանքը օրհնության հետևից գնաց է, բայց մինչև այսօր չի հասե դրան, որովհետև ինչքան վազում ես, այնքան քեզանց հեռու է փախնում։ Այդ տենց վազի Աստծո հետևից։ Ոնց որ վազում ենք փողի համար, տենց վազենք Աստծո համար, այնքան օրհնություն կբերի Աստված կյանքիդ մեջ։ Բայց էլի թող դա լինի նպատակի պտուղը, նպատակի արդյունքը, ոչ թե նպատակը։ Մեր սրտերն ուղենք, չլինենք եսավ, բերեք Հակոբ լինենք։ Որտեվ Հակոբի վրա կա Տիրոջ բարեհաճությունը։ Որտեվ Աստծո օրհնությունները դարերին եկավ Հակոբի միջոցով։ Աստված օրհնի ձեզ, բերեք անգաղուտքի։ Փառավոր մեր Աստված, շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Տեր իմ Աստված, մենք քո առջև ենք, Տեր, եւ խնդրում ենք ուղղիր մեր սրտերը դեպի քեզ, Տեր, որ քեզ փնտրենք, Տեր, որ վերի բաները փնտրենք, Տեր, որ վերի բաների մասին մտածենք, Տեր, փառավոր մեր Աստված, որ մեր հոգևոր ժառանգության մասին մտածենք, Տեր, խնդրում մեր սրտերը ուղի դեպի քեզ, Տեր, որ դու լինես մեր նպատակը, Տեր, որ վազենք քո հետևից, Տեր իմ Աստված, խնդրում եմ քեզ, Տեր, որ մեր համար անդրանիկություն օրհնությունից առավել լինի, Տեր, որ մեր համար անդրանիկությունը կարևոր լինի, Տեր, այն անդրանիկությունը ամեն մեկը ստացել է քեզ ընդունելով, Տեր, այն Աստծո որդու կարգավիճակը, որ ունի ամեն մեկ այստեղ, Տեր, այն կոչումը, որ ունի ամեն մեկ այստեղ, Տեր, այն ներումը, որ ունի, Տեր, այն ժառանգությունը, որ ունի ամեն մեկ այստեղ, Տեր,
Խնդրում եմ, որ պահես, Տեր, լուսավորես մեր մտքերը, որ այդ ամենը հասկանանք եւ պինդ բռնենք, Տեր։ Ինչպես Հոբը կասեր, որ իմ պիտույքից առավել քո խոսքը պահեցի, Տեր։ Թող մեր պիտույքից առավել քո խոսքը պահենք, Տեր, եւ քո շավիղների մեջ քայլենք, իմ Աստված։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Խնդրեմ օգնիր ամեն մեկից, Տեր, որ մենք հոգևոր լինենք մեր մտածմունքների մեջ, Տեր, որ մենք հոգևոր լինենք մեր ցանկությունների մեջ, Տեր, որ մենք հոգևոր լինենք մեր ձգտումների մեջ, Տեր, որ մենք հոգևոր լինենք մեր խորհուրդների մեջ, Տեր, որ մեր սրտի ծածուկները երբ որ քեզ հայտնվի, Տեր, այնտեղ չլինեն ծածուկ բանքեր, Տեր, որ մեր սրտի ծածուկների մեջ դու լինես, Տեր, որ մեր ծածուկ կյանքը քո առջև լինի, Տեր, եւ այնպիսի կյանք լինի, որի վրա քո օրհնությունն է գալիս, Տեր իմ Աստված, որի վրա որ դու խոսք ես ասում, Տեր, շնորհակալ ենք քեզանից, Տեր, օրհնես քո տունը, Տեր, փառավորվես, մեր Տեր, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։